Պարոն Առաքելյան, երեկ ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դարձյալ հարց հնչեց Շիրակի մարզի ՔՊԱ պատգամավորի կողմից արտահերթ ընտրությունների հետ կապված, գիտեք, որ իշխանությունը դեռ ընտրությունները նախաքարոզարշավի ընթացքում բազմիցս ասել է, որ Գյումրիում անհապաղ պետք է իշխանափոխություն իրականացվի, արդեն շրջանառվում է Սարիկ Մինասյանի անունը, գիտեք, նրան արդեն քաղաքապետով են կոչում, Գյումրիի հաջորդ քաղաքապետը եւ այլն, ինչպես եք վերաբերվում իշխանության այս հայտարարություններին, նրանք շարունակում են պնդել, որ Գյումրիում կա կառավարման ճգնաժամ։ Ուրեմն ընտրություններից առաջ եւ ավտոբուսային խոսակցությունը տեղի ունեցավ, անդրադարձել եմ, դրանից հետո էլ մի քանի անգամ էլ անդրադարձել եմ այդ խոսույթին, նորից կրկնվեմ, 2025 թվականին տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ընտրությունները, որտեղ միասնական ընդդիմությունը 4 խմբակցությունները միասին 30,000 եւ ավելի ձայներ են տվել, այսինքն մասնակցել են 47,000, եթե չեմ սխալվում, ընտրողներ, որից 30,000-ը ձայնը տվել է ընդդիմությանը, տարբեր ամենամեծ ընդդիմական ձայներն հավաքվել են մենք, մոտ 10,000 ձայն, Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, եւ դրանից հետո համաձայնության գալով հայտարարություններ անելով ընդդիմադիր ուժեր որոշեցին, որ Գյումրու հաջորդ քաղաքապետը լինելու է Վարդան Ղուկասյանը, առաջի տեղակալ ես եւ 18-19, եթե չեմ սխալվում, ձայներով ընտրվել են, այսինքն պարզ, թափանցիկ, առանց ոչ մի ինչ-որ ձերծարարությունների, բոլորի աչքի առաջ տեղի ունեցան ընտրություններ, առաջին մանդատով ոչ տված հավականիները ընտրել են, լեգիտիմ։ Հիմա ես չեմ կարող ընտրնել, չեմ կարող հասկանալ, թե ժողովրդավարական պետության մեջ ոնց կարող են լեգիտիմ ընտրված իշխանությանը փոխել, թող իրենք այդ հարցին պատասխանեն, թե ինչպես կարող են փոփոխություններ անել, բռնի ուժով, ճնշումներով, չգիտեմ ինչով, լեգիտիմ ընտրված իշխանություն է, որը գյումրեցին է որոշել, իսկ գյումրեցու թվեն ձայնը հաշվի չառնել ու նորից փորձել ինչ-որ օրենքը շրջանցելով, ինչ-որ այլ գործողություններ անելով նոր քվեարկություն նշանակել, ինձ թվում է նորից պատասխան կստանան գյումրեցիների կողմից, որովհետև գյումրեցին բազմիցս ասել եմ, իշխանություններին հավատում է, ընդունում է, բայց հետո, եթե չեն կատարում իրենց ընտրական խոստումները, գյումրեցուն տված խոստումները, դրա պատասխանը շատ արագ տալիս են հաջորդ ընտրություններում։ Հիմա ինչ որ Գյումրիում տեղի ունեցավ եւ հիմնվել են այդ գյումրեցիների քվեների վրա, անհավասար էր, վախի մթնոլորտ էր, դրա համար էլ ձայների հարաբերակցությունը այդպես եղավ։ Չկա, չէր մասնակցում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մեծ հեղինակություն ուներ, ով մեծ սիրվածություն ուներ գյումրեցիների կողմից, մի տարի առաջ, 8 ամիս առաջ շինծու գործով կալանավորեցին Գյումրու քաղաքապետին եւ առ այսօր անհարգի պահում է կալանքի տակ։ Պատկերացնում եք, եթե իշխանությունը այդպիսի գործողությունների, ռեպրեսիաների չգնար, ռեժիմը չաշխատացներ, ազատ եւ թափանցիկ արդար ընտրություններ լինեին, տեսնեիք ոչ թե հագարակ պատկերը, այլ անասելի ջախջախիչ պարտություն կկրեին։ Եվ եթե չեմ սխալվում, նաեւ Սրբազանի խոսքը չկար, Սրբազանի տնային կալանք էին տվել, արգելելով, որ ինքը որից է խոսք հայտնի, որից է շփում ունենա թե մարդկանց հետ, թե լրատվության հետ։ Այս երկու կարևոր հանգամանքը միանշանակ մեծ ազդեցություն թողեց եւ երրորդ
կարևոր հանգամանքը վախի մթնոլորտը։ Ամսույոտի մեր ուժը նորից հետապնդվեց, առավոտյան բարի լույսով ինչպես ասենք գյումրեցիները ժամը 3-ին 4-ին ամբողջ քաղաքը ռեժիմի տերորի տակ էր գտնվում, անհագի ձերբակալություններ եւ այլն, վախի մթնոլորտ եւ արդյունքը դրա համար այդպես եղավ, բայց այս որ հետազոտում ես այդ ամեն ինչը տեսնեիք ջախջախի սպառդություն Գյումրիում, չեմ ասում մարզի մյուս տարածքներում, բայց Գյումրիում ջախջախի սպառդություն կտեսնեիք ԿՊ-ի կողմից, որ իրենք կպարտվեին, չէին կարող այդ կանցային ապահովեն։ Պարզապես վախի մթնոլորտի մեր ակտիվի աշխատանքներ տանող մարդկանց այդպես կալանավորելով, ձերբակալելով։ Եվ հետո նորից եմ կրկնում, հասցեատերը ավելի շատ ես չեմ, ավելի շատ վարչապետն է, ու վարչապետը պատասխանի, թե ինչ մեթոդներ է կիրառելու, որ այդ ամեն ինչ անի։ Հաստատ օրինական մեթոդներ գոյություն չունեն, որ Գյումրիում նոր ընտրություններ լինեն։ Մենք 25 թվականից լեգիտիմ ընտրված ենք եւ մի տարի էլ ավել աշխատում ենք, ճգնաժամ չկա քաղաքում կառավարման, ամբողջ նիստերը բնականon հիմքով գնում են առաջ, եթե չեմ սխալվում, մի նիստ չի եղել, չի գրանցվել, նոյեմբեր ամսին էր, թե քվորումը չէր եղել, այդ էլ քաղաքացիական պայմանագիրը չեղավ, չմասնակցել, երևի նախորդ տեղյակ էր, որ մյուս խմբակցության հավականու անդամի հետ կնոջ հետ դժբախտություններ պատահել, առողջական խնդիրներ ուներ, արտաշտաբել էր Երևան, որ հիվանդանոց կնոջ հարցերը կարգավորել այդ, իրենք էլ չեկան չներկայացան, դրանով չեղավ քվեն։ Ոչ մնացած դեպքերում մենք բոլորս այդ 4 ուժերս բարդաճանաչ միշտ մասնակցում ենք հավականում, քվորումը ապահովում ենք, քննարկում ենք այդ ամեն հարցերը եւ Իշա քաղաքին ենք անում, այստեղ ինչ կատարվում է, մի տարուց ավել է միայն Իշա քաղաքի եւ գյումրեցիների միանշան։ Պարոն Առաքելյան, ձեզանից առաջ Բալասանյան դաշինքը երբ ստանձնել էր քաղաքի կառավարումը, իրենք էլ էին լեգիտիմ ընտրված, իրենք ԿՊ-ի հետ համատեղ էին կառավարում քաղաքը, այդ ժամանակ էլ իրանք տարբեր սցենարներ սկսեցին գործարկել, քրեական գործեր եւ այլն, այնուամենայնիվ իրենց մոտ հաջողվեց գոնե ժամանակավոր ստանձնել քաղաքի կառավարումը, Սարիկ Մինասյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին, չունեք մտավախություններ, որ հիմա էլ կարող են նույն արդեն գործարկված սցենարները նորից իրագործել քրեական գործերով կամ ձեզ այսպես ասած ճնշելով փորձեն հասցնել հրաժարականի։ Դա եմ ասում, 24 թվականին այդ ամեն ինչ անելուց հետո 25 թվականին պարտություն կրեցին, որովհետև գյումրեցին չի սիրում, երբ իրենց ստիպում են, ստիպողական ինչ-որ ուժին քվեարկել, ինքը չի սիրում, դրա պատասխանը միանշանակ կտա, ընդհուպ տարիների ընթացքում ցույց է տվել, մարդիկ եկել են, ասել են, չկան ուզենք խփենք, ես կնենք, հետո խոսակցություններ կար, մարդ կար, որ ասում էր կենտանու հետ էր համեմատում մի գլուխ արժեն եւ այլն, կգանք կնեմ, գնամ եւ այլն, այդպիսի խոսակցություններ միշտ եղել է ու դրա պատասխանը միշտ տվել է համ գյումրեցին, համ շիրակցին։ Այս ինչ որ կատարվեց հունիսի 7-ին միանշանակ դա չի արտացոլում գյումրեցու եւ շիրակցու քվեն, որովհետեւ դրանք վախի մթնոլորտի տակ եւ այլ ոչ օրինական գործողությունների շնորհիվ կոզված քվեներ են, որոնք կպարզվեն։ Դեռ մեր ուժը կդիմի, կներկայացնի, կպարզվեն, իսկ ինչ մնում է մտավախության եւ այլն, չէ, մտավախություններ չունեմ, որովհետեւ ինչպիսի գործողություններ եցին, դրանց հակառակ էֆեկտը կստանան քաղաքացիներից, գյումրեցիներից։ Պարոն Առաքելյան, տեսեք, ենթադրենք իրենք հասնում են այնպիսի վիճակի, որ դուք
ճնշման ներքո կամ ստիպված եք լինում հրաժարական ներկայացնել, այս դեպքում արդեն ավագանին է ընտրելու քաղաքապետին, այստեղ գյումրեցին անելիք չունի, ինչպես եք այդ դիմադրությունը պատկերացնում իշխանության դեմ։ Միասնական է այդ դիմադրությունը, բայց չգիտեմ, այս պահին չեմ կարծում, որ ինչ որ ուժի գործողությունների դիմեն, որը հետո էլ ես ցեզ ասեմ, գիտեք ինչ, մեր մոտ բնականon աշխատանքը դանում է։ Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ եմ նշում, եթե կուզեն, որ այս քաղաքը ավելի շուտ եւ բնակիչները ավելի բարեկեցիկ եւ ավելի զարգացած туриզմի զարգացում ապրող, դեմ նոր բնակարաններ, անօթևանության խնդիրը լուծվող, փողոցաշինությունը, մաքրությունը, էլ ավելի հիմա էլ է գնում, բայց էլ ավելի ուրիշ տեմպերով, էլ ավելի այսպես ջիգարով գնա առաջ, ապա օր առաջ պետք է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անեն այդ մեղադրանքները շինծու ազատեն եւ գա ինքը կառավարի այս քաղաքը եւ կտեսնեք շատ արագ կծաղկի, շատ արագ 6 ամսվա կառավարման ընթացքում այսպես գյումրեցու բարբառով ասած քաղաքը տեղից փոխել է Վարդան Ղուկասյանը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում Երևանում ընդդուք խոսում էին, ասում էին, որ Գյումրու քաղաքապետարանը սկսեց աշխատել է։ Մինչ այդ դիմումները միայն դիմումներն 1500 դիմումներ կային չպատասխանած։ Իսկ իրենից հետո արդեն երբ գցեցին քունի մեջ, մենք բոլորովս իր գլխավորությամբ, դրանից հետո ամեն խորհրդակցության ժամանակ, եթե հանկարծ 15-օրյա ժամկետի ընթացքում չէին պատասխանել եւ ժամկետ անց էին այդ դիմումը, ապա բաժնի պետը եւ համապատասխան աշխատակիցը գլխավոր է, առաջատար է, առաջին կարգի պետք է պատասխան տային։ Թե ինչն է պատճառը, որ 15-օրյա ժամկետում չեն պատասխանել ու ժամկետ անց է եղել։ Մինչև առեսօր բնականon հիմքով գնում է։ Ինչ մնում է դանդաղկոտություն եւ ինչ որ աշխատանքներ, հավատացեք սիրելի գյումրեցիներ, քաղաքապետարանը ամեն ինչ անում է, 24/7 ռեժիմով աշխատում ենք, օրնի բուն, ոչինչ չենք խնայում, որ մեր ֆիզիկական եւ գիտելիքային ոչ մի բազա չենք խնայում, խոչընդոտներ ստեղծվում են իշխանության կողմից միանշանակ, բայց մենք էլ փորձում ենք այդ ամեն ինչը անտրդունջ հաղթահարենք, որովհետեւ եթե ամեն անգամ ելնենք փողոք ասենք կամ նստենք տեղերից, դե ինչ անենք հիմա կառավարությունը այս որոշումը ընդունեց, կառավարությունը այն արգելք ընդունեց, այս ընդունեց ու այդպիսի արգելքներ շատ կան, մի օր որ հարմար լինի կհանեմ բոլորը ցես կներկայացնեմ հադիկարար, թեպետ բազմիցս նշել եմ տարբեր ոլորտներով ու ոչ մի բան չանենք, այդ արդեն տեսնում որ մենք էլ աշխատում, բայց չէ, մենք աշխատում ենք, գտնում ենք ճանապարհները եւ հաղթահարում ենք այդ բոլորը։ Պարոն Առաքելյան, ինչպես է ձեր աշխատանքը կազմակերպում կառավարության հետ, շփումներ կան մարզպետարանի հետ, ինչպես է այդ կոմունիկացիաները, այսպես ասած, ապահովում։ Նորից եմ պատասխանել այդ հարցին եւս մեկ անգամ կրկնվեմ, մենք բաց եւ թափանցիկ աշխատանքներ տանում ենք։ Մենք խնդիր չունենք, բարիկադների մեջ չենք մտել։ Մեր հանդեպ խնդրական գործողություններ է սկսում, բայց ձեզ ասեմ, մինչ այս ընտրությունները անձամբ ես էլ եմ կապ ունեցել մարզպետի հետ, խոսել ենք, աշխատել ենք, հանդիպումներ է եղել, ասեմ հանուն քաղաքի հիմա էլ որ կարիք լինի ծրագրի հետ հանդիպելու, քննարկելու հանուն քաղաքի քաղաքացիների պատրաստ եմ անկախ քաղաքական հայացքներից հանուն գյումրեցիների, հանուն Գյումրու քաղաքի պատրաստ եմ հանդիպեմ, զրուցենք, քննարկենք, աշխատանքներ առաջ տանենք։ Մենք պարփակված չենք, մենք թշնամաբար չենք վերաբերվում ոչ մի ուժի նկատմամբ, մեր հանդեպ են թշնամություն սերմանում ու սերմանում են մեր քաղաքացիների մեջ, բայց ասեմ լավ չի ստացվում, չի էլ ստացվի, որովհետև Գյումրին այնպիսի կոլորիտ ունի, որ
իր քաղաքի ծնունդ առած ընտանիքներին, ազգանուններին, որոնք միշտ եղել են այս քաղաքում, արարել, ստեղծել են այս քաղաքի հզորացման հետ հասագեն առել, նաև հասագեն առել իրենց զավակները, որոնց մի զավակը նաև ես եմ։ Մի զավակն է, ասեմ ձեզ, նաև Փարավոն Արուշանյանն է, իրենք էլ հին այս քաղաքի բնակիչներից են, գիտեն։ Մնացած ովքեր տեղյակ չեն Երևանում եւ տարբեր տեղերում, թող գիտենան, որ մենք այս քաղաքի ծնունդներից ենք, մեր ծննդավայրն է, մեր հայրերով, պապերով եւ մենք սիրում ենք այս քաղաքը եւ քաղաքի բնակիչներին։ Քաղաքի բնակիչներն էլ մեզ են սիրում եւ մենք ծանոթ ենք բոլորի հետ, բոլոր թաղերում էլ ծանոթներ կան, մտերիմներ կան, ընկերներ կան եւ չեմ կարծում, որ թշնամակով կամ պետական ռեժիմը աշխատացնելով ինչ որ բանի կհասնեն։ Պետք չէ դա անել։ Ավելի լավ է միասնություն քարոզենք։ Միասնական դառնանք, աշխատենք հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե այլ պետությունների շահերի, այլ Հայաստանի Հանրապետության շահերի։ Եվ թող չվախի մթնոլորտը, ասում եմ, բռնապետությունը, բռնապետ մարդիկ երկար չեն կարող կառավարել, կապ չունի, դա ինչ պաշտոն է։ Եթե դու ընտրում ես բռնապետության սկզբունքը, որ ուժի երկերից կարող ես կառավարես ինչ-որ ոլորտ, ապա անպայման պարտություն կկրես ժամանակի հետ։